Հրանտի հետ նկարվում էին ջրվեժում, Երանի այդ ժամանակ երկուսն էլ այդ առողջական խնդիրները չունեին, ինձ ասեց, լսի, Հրանտը ինձ ստիպված տանում է երրորդ մաս, որ գալիս է, փոխանակ Բաղրամյանով բանով գնա իր տուն, ինձ ու մի հատ աղջիկ կար խմբի մեջ նկարահանող, մեզ ստիպված բերում է երրորդ մաս։ Այսօր ներկայացման է Սունդուկյանում։ Մի քիչ ոտդ կախկցի, արի օպերայի մոտից մեզ տար, որ Հրանտը ստիպված չլինի երրորդ մասով գնա։ Եկա դիմավորեցի, Հրանտը իջավ, հիացավ իմ Մերսեդեսով, դա Ջուլիային դուր չեկավ, ասեց իր տակի ավտոն չի նայում, էս ինչ ա գովում։ Նստենք գալիս ենք ու սկսեց, սա էլ ավտո, Հրանտի ավտոն էլ էր ավտո։ Նրա ավտոն թարմ, ժամանակակից, թանկարժեք, ընտիր, չէ, այս քո Նախնադարյան ճախարակը, խոսեց, հասանք Սուրմալուի մոտ արդեն ցիրկը անցանք, ես էլ չդիմացա, պայթեցի։ Ասի լսի, ես իմ Նախնադարյան կնոջը Հրանտի թարմ, ժամանակակից, թանկարժեք, ընտիր, կնոջ հետ համեմատում եմ, որ դու իմ մեքենան համեմատում ես, թվում է թե սա վերջն է, էլ ոչինչ չի կարա ասի, բայց դա Ջուլիան է, ոնց կարա տակը մնա։ Պատասխան կտավ, գիտես, ասեց ռույլդ պտտի, ռույլդ այ տղա, ես մեքենայի հարցով եմ ասում անճաշակ ես, կանանց հարցում դու Հրանտի ճաշակով ես։ Հեսա։ Ay, kız babam,